Պարոն Հայրապետյան, քիչ առաջ նաև Պաշտպանության նախարարին հարցը ուղղեցի, գրեթե 13 օր շարունակ Պաշտպանության նախարարությունը բացառապես տեղեկատվական դաշտում հերքում է, որ Ադրբեջանին չի կրակել, հակառակորդի կողմ չի կրակել, որևէ նման գործողություն չի իրականացել, ինչու արբանյակների միջոցով որպես ապացույց չենք ներկայացնում հակառակորդին, որ ըստ էության մենք չենք կրակում, ապացույցներով խոսենք, ինչու նման քայլի չենք դիմում, պարոն Հայրապետյան։ Կներեք, իհարկե, նախ ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարը շատ համոզիչ պատասխան արդեն իսկ տվել է, այն է, երբ Հայաստանի հանդեպ կա մեղադրանք, մեղադրող կողմը պիտի համապատասխան ապացույցներ ներկայացնի։ Եվ ես ձեր կողմից վստահ եմ միտում չկա, բայց ուզում եմ նաև ինքս հասկանալ, թե օրինակ դուք ինչի եք կարծում, որ Հայաստանը այդտեղ ապացուցելու ինչ որ բան ունի։ Այսինքն, եթե դու ինչ որ որևէ բան չես արել, դու ինչ պիտի ապացուցես որևէ մեկին։ Այս իմաստով մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից համապատասխան ապացույցներ։ Եթե այդպիսիք արկա կլինեն, բնականաբար համապատասխան գործողություններ կիրականացվեն մեր կողմից։ Ինչ վերաբերում է Արբանյակին, Արբանյակը փամփուշտի արձակումը չի կարող արձանագրել։ Մասնագիտական առումով համարում եմ անհնարին ձեր նշած, այսինքն փամփուշտի պատճառած վնասը արբանյակային երկրի հեռավար կառավարմամբ դիտարկման տեսալուսանկարահանող արբանյակների կողմից չի կարող արձանագրվել։ Ինչը կարող է արձանագրել, օրինակ շարժը կարող է արձանագրել, եթե ադրբեջանական կողմից։ Այո, իհարկե։ Տեղեկություններ կան, թե ոչ։ Ես նման տեղեկատվություն չունեմ։ Եվ կրկնում եմ, որ այդուհանդերձ ճիշտ կլինի, որ Պաշտպանության նախարարին այդ օրինակ հարցադրումները անել, այսինքն արբանյակային եւ այլ տվյալներ տրամադրվում են մեր գործընկերներին, բայց այդ հարցերը պետք է հասցեագրվեն։ Պարոն Հայրապետյան, մենք մի այսպիսի կարողացա պատասխանել, պատկերացրիք, չէ՞։ Պատկերացրեցի, բայց ձեր թույլտվությամբ հանրության մտահոգությունն եմ ուզում ձեզ ներկայացնեմ։ Մարդիկ ասում են, օրինակ սեպտեմբերյան դեպքերի ժամանակ հենց այսպես էր ինտենսիվ կերպով պարբերաբար կրակոցները հնչեցին, հայկական կողմը ասում էր, որ չկա նման բան, մենք նման գործողություններ չենք իրականացնում եւ արդյունքում սեպտեմբերյան դեպքերը սկսեցին։ Հիմա հանրության մտահոգությունն այն է, որ միջազգային հանրության մոտ Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ ագրեսորը Հայաստանն է։ Ինչու մենք միջազգային հանրության մոտ ցույց չտանք, որ Հայաստանը ագրեսոր չէ, ագրեսորը Ադրբեջանն է եւ ապատեղեկատվություն է տարածում։ Սա է մտահոգությունը։ Տեսեք, այն ինչ որ դուք նշում եք, որ հանրությունը մտահոգվում է ադրբեջանական կողմից նմանօրինակ հայտարարությունների պատճառով, դա նաև ինձ եւ մեզ բոլորիս է մտահոգում։ Ինչու, որովհետև մենք ակնկալում ենք շարունակել մեր երկխոսությունը կառուցողական մթնոլորտում եւ հասնենք մեր վերջնանպատակին, այն է կառուցել երկարատև երկարաժամկետ խաղաղություն այս տարածաշրջանում։ Եվ համարում ենք, որ նաև դրա համար կան բավարար հիմքեր այն իմաստով, որ երկու կողմն էլ փաստացի հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված աշխատանքները այլևս ավարտված են։ Այս իմաստով պետք է ասեմ, որ Հայաստանը հետևողականորեն այս աշխատանքը առաջ է տանելու, իրենից կախված ամեն բան անելու է, որպեսզի իրավիճակը շարունակի մնալ կայուն, եւ մենք մեր դիրքավորմամբ նաեւ միջազգային հանրության մոտ այդ ընկալումը, հստակ ընկալումը կա, որ Հայաստանը խիստ կառուցողական է դիրքավորված այս համատեքստում եւս։ Այս իմաստով հայկական կողմը ի պատասխան նաեւ այն հարցի, որ կա նման մտահոգություն, կարծում եմ, թե վարչապետի աշխատակազմի, թե հենց ինքնին վարչապետի մակարդակով արվում են գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարություններ, որոնք միտված են իրապես բացահայտելու արդյոք որքանով են հավաստի տվյալ տեղեկատվությունները, այսինքն հայկական կողմի պատրաստ հստակ կամքը եւ պատրաստակամությունն է հայտնում եւ սա միջազգային հանրությունը ակնհայտորեն արձանագրում է։ Այս իմաստով ես կարծում եմ, որ հանրությունը անհանգստանալու պատճառ չունի։ Առավելագույնը արվում է թե արտաքին գործերի նախարարության եւ թե համապատասխան պետական ներողություն պետական ինստիտուտների մակարդակով։ Պարոն նախարար, ամեն դեպքում ինչ է կարծում, նկատում եմ իշխանությունը, թիմը ինչ նպատակով է այս տեղեկատվական բանը ապահովում, ֆոնը ապահովում Բաքուն, ինչ է ուզում։ Ձեր թույլտվությամբ ենթադրություններ չանենք, միայն ես ուզում եմ ասել հետեւյալը։ Ադրբեջանական կողմը ինքնին հայտարարել է,
ընդ որում, եթե չեմ սխալվում, առաջին ինքը հայտարարեց, որ աշխատանքները խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, փաստաթղթի շուրջ ավարտված են եւ մեզ ոչինչ չի խանգարում, որպեսզի մենք շարունակենք այն մթնոլորտում, ինչը որ մինչեւ այդ պահը եղել է։ Ես ենթադրություններ չեմ ուզում անել, միայն կրկնում եմ, որ հայկական կողմը նման տեղեկատվություն, որ ադրբեջանական կողմը հայտնում է, չի տիրապետում, ավելին ասում է, բայց եթե դու ունես ապացույցներ, խնդրեմ ներկայացրեք եւ մենք հետեւողական կլինենք, որպեսզի այլևս երբևէ նման միջադեպեր չկրկնվեն։ Արդյոք այդ գործողություններն ու հռետորը Ես էլ առաջարկում եմ լսենք գործընկերոջը, հետո ձեզ։ Փաշինյանն ասում է, Չպատասխանեմ ձեր հարցը։ ավարտեք։ Փաշինյանն ասում է, որ պատրաստ է միայնակ ստորագրել։ Իսկ մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանը կրկին պայմաններ է առաջ քաշում, այդ թվում սահմանադրական փոփոխությունների հարցն է առաջ քաշում։ Ստացվում է, ոնց որ տանգոն մենք այդ խաղաղության, այսպես ասած, մենակ ենք ուզում ապարենք, տես լինում է։ Չգիտեմ ձեր ասածին ինչպես արձագանքեմ, որովհետև խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար եւ խաղաղություն կառուցելու համար հարկավոր է երկկողմանի ջանք եւ ներդրում այս իմաստով։ Հետեւաբար ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը հայտարարում է եւ պատրաստ է այն փաստաթուղթը ստորագրել, որի մասին մենք խոսում ենք, այդ իմաստով ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի։ Թե դուք ինչ նկատի ունեք Հայրապետյան, որ միակողմանի ստորագրվի եւ Հայաստանը փաստորեն պարտավորվում է։ Բայց քննադատվել է հասարակական իսկ Ադրբեջանը Ես իսկապես ավելին ասել չեմ կարող, ես առավելագույնն կարծում եմ Պարոն Հայրապետյան, վերջերս այդպիսի սցենար միայնակ ստորագրել ես բավարար տեղեկատվություն չունեմ այդ մասին։ Պարոն Հայրապետյան, Ռազմարդյունաբերության բյուջեն, եթե դա հրապարակվելու ենթակա է, նախորդ տարի որքան է եղել եւ որքանն է ծախսվել, կարող եք ասել։ Ռազմարդյունաբերության բյուջեն նկատի ունեք R&D աշխատանքների բյուջեն։ Հա, որը վելա ռազմարդյունաբերության։ Որովհետև ռազմարդյունաբերության բյուջեն շատ մեծ հասկացություն է։ Ռազմարդյունաբերության մեջ միայն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը չէ, որ ծախս է կատարում, այդտեղ առյուծի բաժինը պաշտպանության նախարարության կողմից ոլորտին արվող պետական պատվերներն են, որոնք գիտեք, որ երամյա պայմանագրերով արդեն իսկ հասել են 171 միլիարդ դրամի, իսկ ինչ վերաբերում է գիտահետազոտական եւ փորձարարական մշակումների աշխատանքներին, որը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կողմից առաջարկվող գործիքներից մեկն է ռազմարդյունաբերության զարգացման համար, ճշգրտված բյուջեի 89% կատարողական կա, իսկ պլանավորված բյուջեի 25% կատարողական։ Այս իմաստով առաջիկայում, երբ որ բյուջեի կատարողականը մենք ներկայացնենք, ենթադրում եմ մայիս-հունիս ամիսներին, առավել մանրամասն հանդես կգանք դրա պատճառների եւ լուծումների մասով։ Պարոն Հայրապետյան, վերջերս Դուբայում մի ցուցահանդեսի ներկայացվածություն ուներ Հայաստանը, ինձ հետաքրքրում է որքան գումար ենք ծախսել մենք այդ տաղավարի համար, որովհետեւ մեր հայրենակիցները լուսանկարներ էին այդպես ուղարկել ու որտեղ երևում է թե ինչքան համեստ ներկայացվածություն ունեինք մենք, ուղղակի էկրանով էինք ցույց տալիս, որ կարող էինք ավելին անել։ Ինչքան գումար էինք ծախսել դրա համար։ Նախ Դուբայում չէ, Աբու Դաբիում, եթե IDEX-ը նկատի ունեք, ես պիտի խնդրեմ հավելյալ ճշգրտեմ թիվը, հետո կտեղեկացնենք ձեզ, ուղղակի ես պային չեմ տիրապետում թվերին, բայց խոսքը տաղավարի համեստության մասին էր, թե տաղավարում ներկայացված մասնավոր ընկերությունների պրոդուկտների համեստ լինելու մասին էր։ Ըստ էության, երբ որ համեմատության համար նայում էինք Ադրբեջան, Թուրքիա, ինչ շքեղագույն ներկայացվածություն ունեին, այսպես ասած, եւ մեր համեստ էկրան էր ուղակի ոնց որ տաղավարում էին այդ համեմատության մասին։ Հայաստանյան ընկերությունները իհարկե իրենք ինքնուրույն են որոշում կայացնում ինչ պրոդուկտ ներկայացնեն եւ ինչ ձևաչափով ներկայացնեն։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարզապես տրամադրում է պլատֆորմա, այսինքն կատարում է ներդրում ունենալու ազգային տաղավար եւ հնարավորություն են տալիս ցանկացած ընկերության հանդես գալ իր պրոդուկտով։ Օրինակ կարող է սրանից կարելի է ենթադրել, որ օրինակ հայաստանյան ընկերությունները որոշել են այդ ձևաչափով, այդ ճանապարհով ներկայանալ միջազգային շուկաներին եւ ոչ այն մեթոդներով, ինչ այլ երկրներ կարող են ներկայանալ, անկախ նրանից իրենք ունեն հարուստ ցանկ առաջարկելու թե ոչ։
Այսինքն այս մասով կառավարությունը որպես այդպիսին հասցեատերը չէ, իսկ եթե խոսքը տաղավարի բյուջեին է վերաբերում, այդ մասով կկիսվենք սիրով։ Ես այլ թեմայի եմ ուզում անդրադառնալ, որպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչ, որպես տղամարդ, ինչպես կբնորոշեք Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրող Ռիփսիմե Էջեբեջյանի նկատմամբ, որ առաջարկում էր, որպեսզի շուրթերը մաքրի։ Հիմա դուք ձեզ առաջին հերթին որպես տղամարդ իր պահվածքի համար ված չեք զգում։ Ես ձեր մասին է խոսքը։ Նախ ես չգիտեմ ինչ, եկեք դուք ասեք, կլինի ինչ կոնտեքստում է դա, չեմ լսել։ Դե օրինակ երբ որ ասում են կնոջը շուրթերդ մաքրի, լավ, ինչ կոնտեքստում են ասում, ես չգիտեմ։ Եկեք ես հիմա զերծ մնամ գնահատականից, ես որպես այդպեսին լրագրողը նաև հուզվել էր իր պահվածքից, որպես Բայց նոր որ ասացի ձեր գործընկերոջը, որ չեմ նայել։ Հիմա որ ասում եք, որ նայել եք այդ տեսանյութը, օրինակ ինչի համար եք նման բան ասում։ Կարող եք։ Հիմա եթե դուք ողջամիտ կասկած ունեք, մտածում եք ես ստում եմ, ընդհանրապես ինչ իմաստ ունի, որ մենք շարունակենք մեր երկխոսությունը։ Այդ նշանակում է ինչ հարցի պատասխանեմ, կարող եք համարել, որ ստում եմ։ Չէ, հիմա ես կոնկրետ ես ձեզ չեմ հարցնում, ես ձեզ հավատում եմ, բայց մի հատ կդիտեմ, որովհետև ես նաև կխոսեմ գործընկերոջս հետ Կսպասենք ձեր հրապարակային արձագանքին, եթե թույլ տաք։ Ես միայն կարող եմ, իհարկե ոչ, իհարկե լրագրողին թիրախավորել է, բայց հարցը այլ կոնտեքստում է։ Ես կարող եմ ընդհանրապես ասել, որ իմ արժե համակարգի մասին պատկերացում կազմելու համար, անձնապես դուք, սիրելի Ռիփսիմե, ուղղակի կարող եք նայել եւ որպես հիմք ընդունել իմ վերաբերմունքը ընդհանրապես երբևէ այս 6-7 տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ թե այս շենքում, թե այս շենքից դուրս։ Նույնը լրագրողական կազմակերպությունները, պարոն Հայրապետյան, չեն ասում ձեր մյուս թիմակիցների մասին եւ ընդհանուր առմամբ ասում են, որ հանդուրժողականության մթնոլորտն է նաեւ բերում այս իրավիճակին։ Շատ լավ, կընդունեմ իգիտություն։ Ես կսպասեմ դուք տեսանյութը նայեք, եթե հնարավոր է ձեր հրապարակային արձագանքին համարենք այս հարցը հնչեցված։ Բայց ես կխոսեմ նաև գործընկերոջս հետ հասկանալու թե ընդհանրապես ինչ պատմություն է դա։ Պարոն Հայրապետյան, ռուսական ալիքների հետ կապված քննարկումներ կային։ Մի խոչընդոտ է, խնդրում եմ։ Ինչ փուլում են հիմա այդ քննարկումները, առաջարկներ էր փոխանցում Երևանը Մոսկվային, ընդհանուր հայտարարի եկաք թե ոչ։ Առաջիկայում մեր Ոչինչ կամերաները Առաջիկայում դժվար կլինի, բայց շատ լավ։ Առաջիկայում մենք ընդհանրապես համաձայնագրի վերաբերյալ մեր պատկերացումները մենք բարբերաբար պատկերացումներով կիսվում ենք ռուս գործընկերների հետ եւ այդ երկխոսությունը շարունակվելու է ամենայն հավանականությամբ Երևանյան հանդիպմամբ մենք հրավիրել ենք մեր գործընկերներին աշխատանքային քննարկում ունենալ Երևանում, որտեղ շատ կոնկրետ առաջարկներ ենք ներկայացնելու եւ այդ քննարկումների արդյունքում բարձ կլինի թե համաձայնագրի որ դրույթները ինչպես կարող ենք վերախմբագրել։ Դուք ինչպես եք առաջարկում որ պահախմբագրել, որովհետև այնտեղ միայն նշում էր, որ պետք է կներեք ելնելով ներողություն, հետո կլսեմ ձեզ պոլիտկորեկտությունից, այդուհանդերձ հիմա ես չեմ կարող դետալային քննարկում ունենալ հանրային հրապարակային ձևաչափով, բայց երբ մեր գործընկերների հետ վերջնականացնենք մեր պատկերացումները ընդհանրապես համաձայնագրի վերաբերյալ, նաև հրապարակային հայտարարությամբ հանդես կգամ։ Պարոն Հայրապետյան, այսինքն համաձայնագիրը պարտադիր կվերանայվի, թե դա երկկողմ քննարկումների արդյունքում կորոշվի եւ եթե վերանայվի դա եւ եթե վերանայվի դա կլուծի են խնդիրները, որոնց մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել եք կապված հեռարձակվող ալիքներով։ Նպատակը իհարկե դա է, այսինքն նպատակն այն է, որ մենք ունենանք այնպիսի համաձայնագրի, որը ճիշտ կհասցեագրի խնդիրները եւ կբացառի այնպիսի կոնտենտ, որը նախկինում խնդրահարույց է համարվել մեր կողմից։ Այսինքն այս երկխոսության դիալոգի նպատակը հենց դա է, այսինքն մեր առաջարկները միտված են նրան, որ ունենանք այնպիսի համաձայնագիր, որտեղ որևէ բաց չի լինի եւ բոլոր խնդիրները իրենց հետևանքներով հասցեագրված Մասով կվերանայվի միանշանակ է դա, թե պետք է քննարկեք դա։ Հայկական կողմի դիրքորոշումը դա է։ Որ պետք է վերանայվի։ Պարոն Հայրապետյան, իսկ ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից ընդհանրապես
անելու հարց ինչու չի դրվում։ Ինչու է հայկական մուլտիպլեքսով ռուսական հեռուստաալիքներ։ Որովհետև 2020 թվականի վերջին Հայաստանը 7 տարով տվել է լիցենզիա եւ գոյություն ունի երկու կողմերի կառավարությունների միջև ստորագրված փաստաթուղթ։ Եթե բանը Հայրապետյան գնենք, բայց այդ նույն բանով նաև պետք է ճիշտ է, մեր համեկը մի բան չի, բայց նաև պետք է դրա շրջանակներում Ռուսաստանում հեռարձակվել Հայաստանի հանրային հեռուստալիքը, բայց մինչև հիմա այդ կետը չի պահպանվել։ Նայեք, հիմա մի քիչ առաջ խոսում էիք քաղաքական գործիչների, լրագրողների նկատմամբ, չէ, էթիկայից, չէ, դուք ինձ մի խնդրեք ոչ մի բան, եկեք ես պատասխանեմ ձեր հարցին, հետո էլի կլսեմ։ Ես տեսնում եք, սիրով պոլեմիկայի մեջ եմ մտել, ձեզ հետ սադրվել եմ արդեն իսկ։ Ես առաջարկում եմ, որ ընդհանրապես այդ հմեկը մի բան չի, յուրաքանչյուր մարդ մի հատ, երբ որ երկրորդ, երրորդ կողմին մեղադրում է, մի հատ իր վարքագիծը մի հատ վերաիմաստավորի եւ պրոֆեսիոնալ լրագրողին հարիր պահվածք դրսեւորի։ Կարող եմ խնդրել ձեզ հետագայում սա նկատի ունենալ։ Կարող եք իմ հարցին պատասխանել բովանդակային։ Որովհետեւ նաեւ ձեր վճարված հարկերից է հմեկը աշխատում եւ նաեւ հանրային սեփականությունը հմեկը։ Պատկերացրեք ինչու եմ ասում։ Ինչ վերաբերում է հմեկի Ռուսաստանում հեռարձակվելու, այդ հարցը եւս օրակարգում է։ Որ հեռարձակվի։ Հա, այսինքն ճիշտ նույն սկզբունքով։ Բայց դա արդեն խախտում է համաձայնագրի, որովհետև իրենց ալիքները մեր հանրային մուլտիպլեքս Համաձայնագրով ռուսական կողմը չի պարտավորվել հմեկը հեռարձակել հմեկի հանրային մուլտիպլեքսում։ Բայց ինչու այդպեսի համաձայնագիր կնքվել մի դեպքում պարտադիր պահանջով ռուսական 4 հեռուստաալիք Հայաստանում եւ 0 Դժվարանամ ես պայն Այսինքն դուք համաձայնագիր այնպես եք փոխելու, որ հանրային հեռուստաընկերությունը այնտեղ վերահաց։ Ես նման բան չասացի։ Ես միայն ասում եմ մեր դիրքորոշումը ինչպիսին է, այսինքն մենք համարում ենք, որ եթե ռուսական կողմը ունի հանրային մուլտիպլեքս, ապա համեկը եւս կարող է հեռարձակվել ռուսական հանրային մուլտիպլեքսով եւ նախկինում այդ առաջարկը արել ենք ռուսական կողմին, դեռևս դա չի ընդունվել։ Բայց եթե շարունակենք պարտքերը տվել են։ Այո։ Եթե չընդունեն, Վաղուց։ որ է այստեղ էլ որոշումը վերանայվի։ Այսինքն եթե Որ շարունակենք որոշում։ Դա ես հիմա չեմ կարող ասել։ Իսկ հնարավոր է Ախված կլինի բանակցությունից հետո ընդհանրապես որոշվի, որ պետք չի հանրային մուլտիպլեքսում ռուսական քարոզչամիջոցներ լինեն։ Ոչ թե ռուսական, այլ որևէ այլ երկրի ոչ թե քարոզչամիջոց ես անվանեմ, դուք դա անվանեցիք, այլ որևէ հեռուստաալիք, այո, հնարավոր է իհարկե։ Դա կյանքը ցույց կտա 2027-ի վերջին, երբ ավարտվի համաձայնագիրը, այդ ժամանակ արդեն հստակ կլինի։ Եվ պարոն Հայրապետյան, դուք սրտացավորեն մոտեցաք հանրային հեռուստաընկերության բովանդակությանը, դուք հետևում եք ձեզ որպես հարկատու, որպես քաղաքացի, հմեկի արտադրանքը, այդ շեշտադրումները բավարարում են։ Ոչ շեշտադրումը։ Դա թե ինչպես են օրհասական խնդիրներն օրինակ լուսաբանում, օրինակ որ նայում ես լրատվական գլխավոր թողարկումը եւ այնտեղ չկա գերիների Բաքվում պահվող գերիների հետ կապված ընդհանրապես անդրադարձ, բայց օրինակ կա Սիրիայում կամ այլ երկրում տեղի ունեցող իրադարձություններին անդրադարձ։ Դե եթե նման մտահոգություններ կան, կիսվեք մեզ հետ, ես պատրաստակամություն եմ հայտնում հանրային հեռարձակողի խորհրդի հետ, որը ըստ էության հիմնական մանդատը կրողն է, պատասխանատվությունը կրողն է, այս իմաստով խորհրդի նախագահի եւ ընդհանրապես խորհրդի անդամների հետ քննարկել այս հարցը։ Իսկ եթե կան նաև եւ հանրային շրջանակներում եւ լրագրողական շրջանակներում մտահոգություններ, ես պարոն Շիրինյանի եւ մյուս խորհրդի անդամների հետ պատրաստ եմ այդ հարցը քննարկման առարկա դարձնել։ Նայում եք դուք։ Ինչպես։ Դուք որպես քաղաք։ Երանի այդ ժամանակը ունենայի։ Վերջ։ Հակոբ Ասլանյանի հետ ձեր հարաբերությունները ի վերջո կարգավորվեցին, թե շարունակում են։ Ես ասելիք չունեմ այդ առումով։